Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը 17-11-2025 թվականի 377 արտորոշման հիմքում դրել այն հանգամանքը, որի համաձայն ժամանակավոր կառավարչի ակնած տեղեկատվությունը Հայաստանի էլեկտրական ցանցեր ՊԼ ընկերությունը չի ապահովել ԴԱՀ-ի միացած շուրջ 700,000 սպառողների սպառման տվյալների ամբողջական գրանցումը և պահպանումը, ԴԱՀ-ի առկա տվյալները ջնջելու արդյունքում շուրջ 700,000 սպառողների մասով վերջիններիս հետ հանձնաժողովի բաշխողը զրկել են սպառողների սպառման, արտադրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվության կամ դրա հասանելիության ստանալու իրավունքի իրացման հնարավորությունից։ Կառավարական քննության եզրակացության համաձայն ԴԱՀ փաստացի հասանելիություն ունեցած շուրջ 40 օգտատեր չեն ունեցել սահմանված կարգով տրամադրված համակարգին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ թույլտվություն։ Արդյունքում շուրջ 700,000 սպառողների մասով ընկերությունը չի ապահովել սպառողների սպառման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանումը, որը վերագրելի արդյունքում հաստատվել է, որ բաշխողի կողմից խախտվել է ԴԱՀ բնականոն աշխատանքի ապահովման ուղղված EBC կանոնների 245-րդ կետով սահմանված հաշվարկի սարքերի ստացվող տվյալների գրանցման, դրանց պաշտպանվածության և հասանելիության ապահովման պահանջը։ Հանձնաժողովը միևնույն որոշմամբ այս ենթադրյալ խախտման համար պատասխանատվության ավելի մեծ միջոցներ ընդհանուր միջև լիցենզիայի կասեցում չկիրառելու համար նշել է հետևյալը մեջբերում է։ Լիցենզիայի գործողություն կասեցումը ևս ոչ անվաչափ պատասխանատվության միջոց է, քանի որ այս խախտման հիմքով լիցենզիայի կասեցումը կլինի ինքնանպատակ, հաշվի առնելով խախտումը և կամ դրա հետևանքները վերացնելու օբյեկտիվ անհնարինությունը։ Այսինքն, կասեցումը որպես պատասխանատվության միջոց չի հետապնդի օրենքով նախատեսված իրավաչափ նպատակ։ Այսպիսով հանձնաժողովը առանց որևէ փորձագետի եզրակացության, առանց որևէ համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող անձի կողմից տրված եզրակացության կամ կարծիքի եկել այն ոչ իրավաչափ եզրահանգման, որ այս ծրագիրը առկա ենթադրյալ կորուստը կամ խախտումը հնարավոր չի որևէ կերպ վերականգնել, դրա համար պատասխանատվության ավելի մեծ միջոց նշանակելը ինքնանպատակ կդառնա, դրա համար կիրառել են մաքսիմում ամենածանր պատասխանատվության միջոց լիցենզիայի զրկում։ Սրա հետ կապված հաշվի առնելով գործում առկա է նաև հենց ժամանակավոր կառավարչի կողմից տրամադրված տվյալներում առկա է ապացույց, որտեղ աշխատակիցը նշում է, որ իրականացրել է տվյալների արխիվացում կոչված, backup կոչված իրականացված է բացաշրջի կերպով, բացի այդ մեր կողմից նախապես դատարան ներկայացվել էր այս ծրագիրը սպասաշխող կազմակերպության կողմից տրամադրված դրությունը ի պատասխան մեր հարցման, որտեղ ծրագիրը սպասախոս ընկերությունը հայտնել է, որ տվյալների բազայի հետ կապված աշխատանքներ են իրականացվել վերականգնման ուղղությամբ։ Այդ աշխատանքները ընդհատվել են բացառապես ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո եւ ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ եւ հայտնել է, որ տվյալները վերականգնելու անհնարինության մասին խոսք չի կարող գնալ եւ այս պայմանները նրանք կարող են վերականգնել, եթե համակարգում այս ժամանակահատվածում առանց իրենց իմացության որևէ այլ գործողություններ չի իրականացվել։ Ուստի ելնելով վերագրավից ղեկավարվելով վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով միջնորդել ենք դատարանին նշանակել համակարգչատեխնիկական փորձաքննություն, փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը։ Առաջին, արդյոք Հայաստանի էլեկտրական ցանցեր ՊԲ ընկերության ԴԱՀ համակարգում մինչև 18/07/2026 թվականին տեղի ունեցել տվյալների կորուստ։ Եթե այո, ապա եւ ինչ տվյալների կորուստ, ինչ ծավալներով, որ ժամանակացի վերաբերվող։ Երկրորդ, արդյոք առկա է նշված տվյալների արխիվացված տարբերակ, այդ թվում ամբողջական կամ մասամբ, եթե մասամբ, ապա որ մասով։ Երրորդ, արդյոք համակարգի վերափորձ կատարված է տվյալների վերականգնելու համար եւ եթե այո, ապա ինչ տվյալներ են վերականգնվել, ինչ ծավալով եւ որ ժամանակահատվածի վերաբերյալ։ Չորրորդ, արդյոք առկա է չվերականգնված տվյալներ։ Հինգերորդ, արդյոք առկա է տվյալների վերականգնման հնարավորություն եւ եթե այո, ապա որքան ժամանակ է մոտավորապես անհրաժեշտ դրանք վերականգնելու համար։ Նշված փորձակնությունների իրականացումը խնդրում ենք հանձնարարել կամ սուտտեխ էքսպերտ փորձագիտական կենտրոն ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը տվյալները նշված է կամ էքսպերտ ցենտր ՍՊ ընկերությունը տվյալները ևս նշված է։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։